Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Ստիվ Ուիթքոֆը եւ Փեսան Ջարեդ Քուշները երեքշաբթի եւ չորեքշաբթի բանակցություններ են վարել Կատարում։ Կատարի էմիր Թամիմ բին Համիդ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Լիբանանում հրադադարի պաշտպանումը եւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ստորագրված փոխհմբռնման հուշագրով նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների կարգավիճակը։ Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված անուղղակի բանակցությունները շատ լավ են ընթացել։ Իրանի ապամիջուկային գործընթացը լավ է ընթանում, նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել, տեսնենք թե ինչ կլինի, ասել է նա։ Մենք նրանց շատ ուժեղ հարված հասցրեցինք, բայց իրար հետ լավ լեզու ենք գտնում, նշել է Թրամփը։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմադ Ալ Անսարին Դոհայում նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել հրադադարի հուշագրին վերաբերող հարցերի շուրջ։ Նրա խոսքով կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները մոտ ապագայում։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի հնարավորինս շուտ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո, որը փետրվարի վերջին սպանվել էր ամերիկյան ուժերի կողմից էպիկական զայրույթ գործողության մեկնարկի ժամանակ։ Միևնույն ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, խոսելով Դոհայում Կատարի, Իրանի եւ Պակիստանի միջև կայացած երկու հանդիպումների մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ստեղծվում է օպերատիվ կապի ալիք փոխհմբռնման հուշագրի մոնիթորինգի խմբի համար։ Նա նաեւ նշել է, որ քննարկվել է Իրանի սառեցված ակտիվների հարցը։ Քաթարի պաշտոնյաների, այդ թվում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են սկզբնական $6 միլիարդ մասին ծախսման հետ կապված մի շարք հարցեր։ Որոշվել է, որ մեր երկրի կողմից արտահայտված կարիքներին համապատասխան անհրաժեշտ ապրանքները կգնվեն ու կփոխանցվեն Իրան, ասել է Ղարիբաբադին։ Նա նաև հայտարարել է, որ Դոհայում Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել։ Հանդիպումները տեղի են ունեցել միայն եռակողմ ձևաչափով Կատարի եւ Պակիստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկար չունի։ Այս պահին միաձայն աջակցություն չկա, իսկ դա անհրաժեշտ է լիարժեք անդամակցության համար։ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունները դեմ են Ուկրաինայի անդամակցությանը, այս պահին հեռանկար չենք տեսնում։ Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է Ռյուտեն։ Նշեմ, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը առաջարկել է Ուկրաինային դաշինք ընդունել 1955 թվականին Արևմտյան Գերմանիայի համար օգտագործված մոդելի հիման վրա։ Նախորդին Բաքվում կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ փաստացի խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Մենք միակողմանի քայլեր ձեռնարկեցինք ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը իրականություն է, ասել է նա։ Ալիևը նաեւ նշել է, որ Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր հանձնաժողովի նախագահի եւ նրա պատվիրակության հետ քննարկեցինք շատ լայն եւ համապարփակ օրակարգ։ Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է, մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Եվրամիությանը։ Միաժամանակ Ադրբեջանը նաեւ Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում, տարածաշրջանում, նշել է նա։ Ալիևը հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահի 4 տարի առաջ Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխհմբռնման հուշագիր։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի բնական գազի արտահանումը Եվրամիության անդամ երկրներ ըստ նրա աճել է շուրջ 65%-ով։ Ներկայում գազի արտահանման կեսը գնում է Եվրամիության անդամ երկրներ, ընդհանուր առմամբ Եվրամիության անդամ 10 պետություն բնական գազ է ստանում Ադրբեջանից եւ կա հետագա ընդլայնման ներուժ, հավելել է Ալիևը։ Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ Բաքվի հարաբերությունները նոր ոլորտներից մեկը վերականգնվող էներգետիկայի ոլորտն է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձյան ելույթ ունենալով ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ Վրաստանը եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ, հուսալի եւ պատասխանատու գործընկերը։ Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Վրաստանը մշտապես համագործակցել է ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք էր Վրաստանի համագործակցությունը իր ռազմավարական առաջնահերթությունները իրականացնելու համար, Վրաստանը որպես հավատարիմ գործընկեր նրան պատասխանեց իր վճռական աջակցությամբ։ Չնայած վերջին տարիներին ի հայտ եկած մարտահրավերներին, մենք շարունակում ենք հավատալ, որ ժամանակն է վերանայել մեր ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզի միջոցով, որն ուրվագծվում է ընդհանուր առաջնահերթությունները, գործնական համագործակցության մեխանիզմները եւ հստակ ռազմավարական նպատակները։ Վրաստանը առաջարկում է ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության եւ համագործակցության հստակ շրջանակի վրա։ Մենք պատրաստ ենք անմիջական երկխոսության միջոցով բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, մշակել գործնական իրականացման մեխանիզմներ ու ապահովել շոշափելի արդյունքներ երկու երկրների համար։ Մեր շարունակական համագործակցության թափը ավելի ամրապնդում մեր լավատեսությունը խորապես կառուցողական ապագային ուղղված գործընկերության նկատմամբ, ասել է Կոբախիձեն։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, մնացեք Առաջինի հետ։